Աներևակայելի քաոս ու խուճապ 7.4 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժը ցնցել է Կոլումբիան։ Սարսափահար այս ու այն կողմ վազող կոլումբացիների աչքի առաջ խաղաթղթի տնակի նման Պերեյրա քաղաքում փլուզվում է 4 հարկանի շինությունը։ Ստորգետնյա ցնցումներն այնքան ուժգին են, որ դոմինոյի էֆեկտով փլուզումները շարունակվել են։ Շենքերից ընկնող կառույցների բեկորները գետնին են տապալում ու փլատակներում թողնում մարդկանց։ Երկրաշարժը վնասել է Մանիսալեսի Սուրբ Աստվածածնի պատմական տաճարը, ուժեղ ցնցումներից ճոճվում է ամեն ինչ՝ շենքերը, ավտոբուսները, ծառերն ու էլեկտրահաղորդալարերը։ Ամեն փլուզումից հետո խիտ փոշ ու ամպ է բարձրանում։ Փոշին ցրվելուց հետո տեսանելի են ավերածության մասշտաբն ու անդառնալի հետևանքը։ Երկրաշարժը ոչ միայն ավերիչ է, այլև մահաբեր։ Նախնական տվյալով զոհվել է ավելի քան 100 մարդ, սակայն թիվն արագ աճում է։ Փլատակներում բազմաթիվ մարդիկ են մնացել, կան տասնյակ անհետ կորածներ։ Հարյուրավոր քաղաքացիներ ստացել են մարմնական վնասվածքներ։ Անմիջապես սկսվել են որոնողափրկարական աշխատանքները, փրկարարներին ու տարբեր ծառայությունների աշխատակիցներին միացել են կամավորները։ Մենք շարունակում ենք աշխատել, հիմա ամենուր որոնողական աշխատանքներ են, արդեն տարհանել ենք վիրավորներին, տուժածները շենքի դեղատան աշխատակիցներ էին, մտավախություն կա, որ դեռևս 2 երեխա փլատակներում է։ Մարդիկ փորձում են օգնել դուրս բերել տուժածներին ու մաքրել տարածքը, թեպետ դեռ ուշքի չեն եկել սարսափից։ Դա պարզապես սարսափելի էր։ Ցնցումներն ահավոր էին։ Մտածեցի շենքը կփլվի գլխից ու ես կմահանամ։ Աստված փրկեց ինձ։ Իմ տունը չի վնասվել, սակայն ամենուրեք ավերակ է ու մահ։ Փլուզումներն անթիվ են, վնասն անչափելի։ Բնական աղետի պատճառով Կոլումբիայում հայտարարվել է արտակարգ իրավիճակ։ Պերեյրա, Մանիսալես, Արմենիա, Կարտագո եւ Բուենավենտուրա քաղաքների օդանավակայաններում իրականացվում են միայն բժշկական ու պետական չվերթներ։ Կոլումբիայի իշխանությունը բոլոր միջոցները գործի է դրել աղետից տուժածներին օգնելու համար։ Կոլումբիայի կառավարության առաջնահերթությունը փլատակներում մնացած մարդկանց փրկելն է, մեր կառավարությունը անհապաղ արձագանքում է, մենք նվիրված ենք մեր ժողովրդին։ Այսօր բոլոր կոլումբացիները, անկախ գաղափարախոսական կամ քաղաքական տարաձայնություններից, պետք է միավորվեն մեկ նպատակի շուրջ։ Միջազգային հանրությունն ու հարևան երկրները օգնության ձեռք են մեկնել Կոլումբիային, աջակցելու իր պատրաստակամությունն է հայտնել նաև Միացյալ Նահանգները, հատկացնելով $15.5 միլիոն աջակցություն։ Ստորգետնյան նոր ցնցումների կրկնության վտանգը մեծ է։ Երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում, Էկվադորում, Վենեսուելայում եւ Պանամայում։ Երկրի սեյսմոլոգիական կենտրոնն արձանագրել է, Կոլումբիայի երկրաշարժը ճանաչվել է 21-րդ դարում երկրում գրանցված ամենահզոր ստորգետնյա ցնցումը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։